Պարոն վարչապետ, երեք մեր եթերում Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ևս խոսեց արտաքին կառավարման մասին մայրաթորի, ուղիղ չեմ ցիտում, բայց մոտավորապես դա ասած, իմաստը դա էր, որ մայրաթորը կառավարվում է դրսից։ Դուք ևս այդ մասին խոսել եք, ռիսկերի մասին նորել խոսեցիք։ Պարոն վարչապետ, այս արդյոք ուսումնասիրություն արվում է այդ ուղղությամբ, ամառվելական հանձնարարական եղել է ձեր կողմից, որովհետև ինչպես նշեցիք, այդ խոցելիությունները օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են օգտագործել, եւ եթե այս բազմաթիվ մարդիկ, բազմաթիվ կողմեր, այդ թվում եկեղեցու ներսից բարձրաստիճան հոգեվորականներ են այդ մասին խոսում, միգուցե դրանք ավելի մոտ են ճշմարտությանը, ուսումնասիրություն կա, գուցե ապացույցներ անգամ կան։ Գիտեք, ամենամեծ խնդիրն է, որ ուսումնասիրելու բան չկա է։ Պետք է ուղղակի ուշադիր նայել եւ տեսնել են ինչ որ կատարվում։ Այսինքն ինչ է ուսումնասիրես։ Ուսումնասիրում են անհայտը, բայց ակնհայտը ինչով ուսումնասիրես։ Մենք պետք է ուղղակի շատ ուշադիր լինել եւ արձանագրել։ Իմիջայլոց մի շատ կարեւոր եւ հետաքրքիր փաստ, որ ըստ էության ստացվում է, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին նախորդող շրջանում ամբողջական եւ հստակ կանոնակարգում եւ կանոնադրություն այդպես էլ նորմալ չի ընդունել։ Եվ մինչև վերջին այդպիսի փաստաթուղթը ցարական պոդոժենի կոչվող փաստաթուղթն է, որի ավանդույթով մեծ հաշվով, որի ավանդույթները մինչև այսօր էլ շարունակվում է, եւ նույնիսկ արդարադատության նախարարությունում գրանցած այն փաստաթղթում, որը ներկայացված է կանոնադրություն, դա ընդգծված է եւ արձանագրված է կանոնադրություն ընդունելու անհրաժեշտությունը։ Կանոնադրություն, որը ի վերջո կանոնակարգի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությունը եւ հարաբերությունները։ Եվ ուզում եմ ֆունդամենտալ խնդրի անդրադառնալ բարեվարկություն։ Ես շատ բարձ հարց եմ տալիս։ Մենք այսքան մեխանիզմներ ենք ստեղծում, որպեսզի պետական պաշտոնյաների բարեվարկության, երաշխավորման եւ հաշվետվողականության մեխանիզմներ ձևավորեն, իսկ ինչու դա պետքա չլինի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու։ Էլի եմ ասում, այսօր ես ավելի եմ համոզվում, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին գտնվում է պարզապես աղետալի վիճակում։ Բազմաթիվ հոգևորականներ ուղղակի ապրում են չքավորության եզրի։ Մինչդեռ մի այլ խումբ հոգևորականներ շատ մեծ հարստություններ ունեն։ Եվ սա խնդրեմ է, որը պետք է լուծել։ Մեր եկեղեցիներում համատարած երգչախմբեր չկան, որը պարտադիր կարևոր պայման է պատշաճ պատարակներ մատուցելու եւ ծառայություններ իրականացնելու համար եւ այլն եւ այդպես շարունակ։ Էլ չեմ ասում բարեվարկության մասին։ Եվ սա մի հարց է, որը նաեւ առնչվում է պետական քաղաքականության հետ եւ մենք նախկինում էլ բազմիցս ասել ենք, մենք կարծում ենք, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է գործի թափանցիկության դաշտում, այդ թվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը լիարժեքորեն համապատասխան եւ բազմիցս ասել եմ այդ թվում հարկային օրենսդրությանը համապատասխան եւ ասել եմ բազմիցս, որ կառավարությունը եւ այսօր էլ հստակ ասում եմ, որ եկեղեցու գործունեության արդյունքում գեներացված հարկային եկամուտները 100%-ով կվերադարձվեն եկեղեցուն եւ դեռ մի բան էլ ավելի, ես իմ նշած բոլոր հարցերը, ինչու պիտի օրինակ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հոգեվոր ծառայողները սոցիալական երաշխիքների մի մինիմալ համակարգ չունենան, ինչու։ Մարդիկ, որ հեռավոր եկեղեցիներում են ծառայում, հեռավոր գյուղերում են ծառայում, մենք գիտենք այդ մարդիկ ոնց են ապրում, ինչ սոցիալական վիճակում են ապրում։ Բազմաթիվ մարդիկ չքավորության մեջ են պարզապես ապրում։ Ում խնդիրն է դա։ Դա այդ թվում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդների, բայց նաև կառավարության խնդիրն է, պետության խնդիրն է։ Եվ ես նկատի ունեմ, այս խնդրի մեջ բազմաթիվ շերտեր կան, եւ այդ շերտերին, բոլոր շերտերին պետք է խնամքով եւ հոգատարությամբ մենք անդրադառնանք։